Ով է իրականում կառավարում Հայաստանը եւ ում շահերով են ձևորում մեր մեդիան, մեր քաղաքական դասը, մեր մտավորականությունը։ Այս տեսանյութում թվերով եւ աղբյուրներով բացահայտում ենք օտարերկրյա միջամտության իրական ծավալներն ու հետևանքները։ Ստենֆորդ համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր Արթուր Խաչիկյանի ներկայացմամբ Հայաստանը տարիներ շարունակ գտնվում է արտաքին կառավարման ներքո։ Մեր երկրում գործել է եւ շարունակում է գործել մի գաղտնի երկրորդ պետություն, կազմված բլոգերներից, լրագրողներից, հասարակական կազմակերպություններից, որոնք արևմտյան գումարներով իրականացնում են քարոզչություն ներքին քաղաքականության ուղղորդման համար։ Փաստ համար 1. 1992 թվականից ի վեր, ըստ USAID պաշտոնական տվյալների, Հայաստանին հատկացվել է 3,3 միլիարդ դոլար գումար։ Միայն 2019-ից 24 թվականներին Փաշինյանի կառավարման ժամանակ 2,5 միլիարդ։ Փաստ երկրորդ. 2016-ին Հայաստանում կար 356 հասարակական կազմակերպություն, 2017-ին 1029, մի տարվա մեջ քառակի աճ։ Փաստ համար 3. Միացյալ Նահանգների դեսպանատունը հրապարակել է փաստաթուղթ, ըստ որի միայն 1 տարում 17.3 միլիոն դոլար է հատկացվել հայկական մեդիա սեկտորին։ Ֆինանսավորվել են Civilnet, Factor TV, Amek+ եւ այլն։ Սա այն մեդիա հարթակներն են, որոնք ընդգրկված հակառուսական ուղղվածություն ունեն, այլընտրանք նրանք չեն ներկայացնում։ Փաստ համար 4. Այս ծրագրերի շրջանակում ֆինանսավորվել է 59 մեդիա հարթակ, 338 լրագրող եւ բլոգեր, որոնց թիվը տարիներ շարունակ չի փոխվում։ Այսինքն նույն շրջանակներին են տարիներ շարունակ փոխանցվում տվյալ միջոցները։ Փաստ համար 5. 43 մեդիա հարթակ ստացել է իրավաբանական աջակցություն, 1168 մարդ մասնագիտական ուսուցում, 100 դպրոց մասնակցել է այս մեդիա տրեյնինգների ծրագրերին սկսած 95 թվականից։ Այս տարիներին ստեղծվել են հետևյալ կազմակերպությունները՝ Interviews, Media Center, Media Life, Yerevan Press Club, Media Diversity Institute, Freedom of Information Center, Union of Informated Citizens եւ այլն։ Վերջինիս, ըստ որոշ աղբյուրների, փոխանցվել է 2 միլիոն դոլար։ Իրական մամուլը անդրադարձել է այս թեմային, պնդելով, որ USAID-ը գլոբալ ծրագրով գնում է լրագրողներ եւ ԶԼՄ-ներ։ Ըստ տվյալների, ամբողջ աշխարհում ֆինանսավորվել են 6200 լրագրող, 707 մեդիա հարթակ եւ 239 ՀԿ։ Ամեն տարի 9000 լրագրող ուսուցման է անցնում։ Իսկ ինչպես է գնահատվում նրանց աշխատանքը։ Որքան շատ քննադատեն Ռուսաստանին, այնքան բարձր է նրանց գնահատականը։ Սա ոչ թե ուղղակի պրոամերիկական կրթական ծրագիր է, այլ կոնկրետ հակառուսական քարոզչություն։ 2023-ից 2028 թվականներին նախատեսվում է նոր 15 միլիոն դոլարի ֆինանսավորում, ինչպես նաև լրացուցիչ 250 միլիոն ըստ California Courier 30։ Որպես հետևանք, տարիներով մշակվել է պրոամերիկյան, բայց ոչ չեզոք մթնոլորտ Հայաստանում։ Քարոզվել է, որ ուշադրություն, ցեղասպանության մեղավորը Ռուսաստանն է։ Ղարաբաղի հարցը միայն Ռուսաստանից ազատվելու միջոցով կարող է լուծվել։ 2016-2020 թվականների պատերազմները Կրեմլի դավաճանության արդյունքն են։ Քաղաքական հասարակությունը միֆ չէ, այն իրական է, բայց երբ այն սնվում է օտարերկրյա շահերով, այն դառնում է գործիք, այլ ոչ թե արժեք։ Որքանով է իրական մեր ինքնիշխանությունը, երբ մեր մեդիան, կրթական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, անգամ դպրոցները ֆինանսավորվում են օտար կենտրոններից։ Ու մի մոռացեք, ինչ է գնում ներսից, երբ փողը գալիս է դրսից։ Բաժանորդագրվեք Շահումյան հասարակական կազմակերպության կայքեջին, մեկնաբանեք, տարածեք։ Ժողովրդավարությունը սկսվում է տեղեկացվածությունից։